Բարև ձեզ, սիրելիներս, մենք ձեզ հետ այսօր ավարտում ենք Շմեդ Բաղավատամի 3-րդ երկի 7-րդ գլխի 12-րդ տեքստի քննարկումը։ Ինչպես տեսանք, տեքստը ինքը բավականին բարդ կառուցվածք ուներ, խիտ ուրեմն երևույթներով, որոնք այսպես քննարկում էին պահանջում, եւ մենք հատիկ առանձին այդ բոլոր գաղափարները քննարկեցինք։ Եվ մնաց միայն վերջի թեման, թե ընդհանրապես արիացիները իրենք ինչ էին համարում Աստծո ծառայություն։ Անցյալ անգամ մենք ձեզ հետ քննարկեցինք Աստծո ծառայության այն տեսանկյունը, որ կենդանիակը ինքը կարող է Աստծուն ծառայել մարմնով, բանականությամբ, մտքով եւ եսով։ Մարմնով ինքը կատարում է գործողություններ։ Այդ գործողություններն են ուրեմն բարոյականության Աստծո կողմից առաջադրված, սա շատ կարևոր ճշտում է, Աստծո կողմից առաջադրված բարոյականության օրենքների պահպանումը։ Եվ ուրեմն այստեղ կենդանիակը ինքը կատարում է մարմնով, կատարում է պարտականություններ։ Հաջորդ փուլը դա բանականությունն է, այսինքն արժեքային համակարգը։ Երբ որ կենդանիակը ինքը ընդունում է հոգևոր գիտելիքը, հատկապես եթե մեր դեպքում ենք խոսում, արիացիների համար դա հատկապես Բաղավատ գիտան էր, այսինքն տեսության փիլիսոփայական հիմքերը, չէ՞։ Եվ եթե ազնվորությունը ինքը այդ փիլիսոփայական հիմքերի վրա ուրեմն կենտրոնացած է, ընդունում է այդ հիմքերը, ուսումնասիրելով տվյալ դեպքում Բաղավատ գիտան, մնացած դեպքերում իրենց սուրբ գրվածքների իմինը փիլիսոփայությունը, չէ, այսինքն հիմքը, եւ այդպես վերում է իր բանականությունը, լցնում հոգևոր արժեքային համակարգով։ Եվ սա ծառայություն է մատուցված Աստծուն։ Հաջորդ փուլով կենդանիակը արդեն արժևորելով հոգևորը, այսինքն առաջին հերթին մենք այստեղ տեսնում ենք, որ արիացիները շատ գրագետ շարան են շարում, չէ, որ առաջի հերթին ազնվորությունը ինքը պետք է սկսի իր մարմնից, այսինքն կարգավորի իր արարքները։ Երբ որ ինքը կարգավորում է իր արարքները, դրանից ամիջապես հետո ինքը պետք է սկսի աշխատել իր արժեքային համակարգի փոփոխությանը։ Ինչի համար, որովհետև իրականում, չէ, հոգևոր առաջընթացը ընդհանրապես, ոչ թե մենակ հոգևոր, ընդհանրապես բոլոր տեսանկյուններից, չէ, կենդանիակը ինքը ցանկություններ է ձևավորում, եւ ուշադրության կենտրոնում է պահում ինչ-որ երևույթներ համապատասխան իր արժեքային համակարգի։ Դրա համար արիացիներն ասում են, ուրեմն սկզբից, որպեսզի դու ազատվես շատ ու շատ անհանգստություններից, դու ուղղակի պետք է սկսես քեզ ճիշտ պահել, որպեսզի ոչ դու անհանգստացնես ուրիշ կենդանիակներին, որ հետո էլ իրենք ուզենան անհանգստացնեն քեզ, եւ համել արժանանաս նրան, որ երբ որ հանկարծ ինչ-որ մի կենդանի կուզի քեզ անհանգստացնի, ես քեզ կպաշտպանեմ։ Սա է Աստծո խոսակցությունը մեր հետ։ Չէ՞, հիմա հաջորդ քայլով վերջնական նպատակը դա կենդանիակի կենտրոնացումը նյութական աշխարհից դեպի հոգևոր աշխարհ, հոգևոր թեմաներ, գերագույն Աստծո ազնվորություն, ուրեմն պտտելն է, չէ՞։ Եվ այստեղ իրանք ասում են, որպեսզի դու կարողանաս քո միտքը կենտրոնացնես հոգևոր թեմաների վրա, որ իսկ դա ինչի համար է պետք։ Դա պետք է դրա համար, որպեսզի դու կենդանիակի մեջ սկսի ձևավորվել հոգևոր ցանկությունները, չէ՞։ Եվ արիացիներն իրենք ասում են, որ դրա համար, որպեսզի քո միտքը ինքը սկսի ձևավորել հոգևոր ցանկություններ, անհրաժեշտ է, մի բան է անհրաժեշտ, որպեսզի դու հոգևոր դարձնես քո արժեքային համակարգը։ Ինչ է նշանակում հոգևոր դարձնել արժեքային համակարգը։ Դա նշանակում է ձևավորել այնպիսի գիտելիք, որտեղ դու գիտակցում ես, որ նյութական աշխարհի այն ատոմից բռնած
մինչև տիեզերական ամենամեծ մասշտաբները, հա, արարված է Աստծո կողմից եւ գտնվում է նրա ղեկավարության տակ։ Հասկանում եք, եւ այս տեսանկյունից է, որ ասվում է, որ տերևն անգամ չի շարժվում առանց Աստծո կամքի։ Այս ասացվածքը ինքը չի նշանակում, որ Գերագույն Աստծո ազնվորությունը բռնություն է կատարում եւ ստիպում է, որպեսզի նյութական աշխարհում, հատկապես կենդանիակները, սա շատ կարեւոր է, հա, եւ կապիչու ոչ, նաեւ նյութական օբյեկտները, չէ, այսինքն բաներ, այսպես ինքնակամ ինքը պարտադրում է, որ իրանք ինչ-որ պահվածք ունենան, ոչ, բայց սա նշանակում է, որ ինքը հուշի ուշո հետևում է բոլորին և ամեն մեկին տալիս է իր հետևանքները, չէ, հիմա, և ուրեմն, երբ որ բանականությունը իր արժեքային համակարգով, որտև կենդանիակի նյութական գոյությունը ինքը հենված է մի գաղափարի վրա, հասկանում եք, որն է այդ գաղափարը, դա այն գաղափարն է, որ ուրեմն կենդանիակը ինքը մտածում է, որ ունի ազատություն, հասկանում եք, ինքը այդպես է մտածում, որ ինքը ունի ազատություն, որ ինքը անկախ է, չէ, հիմա արժեքային համակարգով պետք է միանալ Աստծուն, այսինքն պետք է հասկանալ, որ իրականում ատոմից բռնած մինչև քեզանից դուրս եկած այս աշխարհում ամեն ինչ գտնվում է Գերագույն Աստծո ազնվորության ղեկավարության տակ եւ ոչ մեկ իրականում անկախություն չունի։ Անկախություն չունի որ հարցում, այսա շատ կարևոր է, էլի, որ երբ որ մենք ասում ենք անկախություն չունի, դա չի նշանակում, որ մենք ռոբոտ ենք, չէ, բայց դա նշանակում է, որ երբեք, որտեվ անկախությունը, չէ, ինչ է նշանակում, կենդանիակը ինքը ուզում է լինի անկախ, դա ինչ է նշանակում ընդհանրապես, դա նշանակում է ընդամենը մի բան, որ կենդանիակը ինքը միշտ ձգտում է, որ ինքը ոնց ուզում է ապրի, ինչ ուզում է անի, հա, եւ ունենա այն արդյունքը, որը ինքը ուզում է։ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը ասում է այդպես չի լինելու, հա, դու այո, դու ազատ ես, ոնց ուզում ես վարվի, ինչ ուզում ես արա, բայց եթե դու ինչ որ գործողություն կատարեցիր, հա, այդ գործողության արդյունքը, այսինքն ամեն մի գործողություն ինքը արժանի է ինչ որ մի արդյունքի, եւ այդ գործողության արդյունքը ես քեզ պարտադրելու եմ։ Եվ սա արդեն նշանակում է, որ մենք անկախ չենք, վերջ, որովհետև մեր արդյունքները տվողը կամ արդյունքներին հասնողը մենք չենք։ Այս իմաստով է, որ տերևն անգամ չի կարող շարժվել, հասկանում եք, սա շատ կարևոր նրբություն է, որը եթե ազնվորությունը ինքը չի հասկանում, չէ, այդ ասացվածքը շատ սխալ արժեք է ձևավորում իր գլխի մեջ, որից հետո ինքը ամբողջ պատասխանատվությունը ամեն ինչի համար գցում է Աստծո վրա եւ մեծ ոգևորությամբ իրեն թույլ է տալիս շատ արատավոր արարքներ կատարել։ Հիմա, սիրելիներս, ուրեմն հաջորդ փուլով, ինչպես մենք տեսանք, չէ, արժեքային համակարգն է կապվում Գերագույն Աստծո ազնվորության հետ։ Երբ որ արժեքային համակարգը ինքը կապվեց Գերագույն Աստծո ազնվորության հետ, ինչքան դա ավելի խորն է կատարվում, չէ, այդքան բանականությունը ինքը ավելի լուրջ ուժով է, ոնց ասեմ, էլի, սեղմում մտքի վրա, որպեսզի թույլ չտա մտքին, որ միտքը ինքը Աստծո կարծիքից դուրս որևիցե ցանկություն ձևավորի։ Ինչու է սա կարևոր։ Տեսեք, ասենք, թվում է, որ կենդանիակի վրա բռնություն է, չէ, կատարվում։ Բայց իրականում Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը ընդամենը մի բան է ասում նյութական աշխարհում ապրողներին։ Ինքը ասում է. դուք ուզում եք անկախ, հա, ուզում եք իրավունք ունենալ անկախ իրար տառապանք պատճառել, որովհետև նախանձում եք իրար։ Հա? Ընդ որում նախանձում են իրար եւ մարդիկ, եւ ազգերը, եւ ընդհանուր առմամբ մարդկությունը կարող է նախանձել բնությանը, կարող է նախանձել ուրեմն կենդանիներին,
Եվ երբ որ մարդկությունը ինքը քանի գնում ճնշում է կենթանական աշխարհը, չէ, դա իրականում վերջնականում, եթե լուրջ խոսենք, նախանձի սիմպտոմ է։ Հիմա, սիրելիներս, չէ, ուրեմն եւ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը թույլ է տալիս, որպեսզի կենթանիակները նյութական աշխարհում իրականացնեն, չէ, բայց երբ որ կենթանիակը ինքը կանգնում է հոգևոր ճանապարհի վրա, չէ, հիմա Գերագույն Աստծո ազնվորության վերջնական նպատակը դա նա է, որ կենթանիակին վերադարձնի իր երջանիկ լինելու դիրքին, որը ինքը հոգևոր աշխարհում ուներ, եւ որը ինքը ինչ-որ մի հատ չբավարարվածության պատճառով, չէ, զիջել է, հասկանում եք, եւ սա ինքը շատ կարեւոր կետ է։ Հիմա, սիրելիներս, եւ երբ որ բանականությունը ինքը հաստատվում է հոգևոր արժեքային համակարգի մեջ, չէ, ինքը այլևս, այսինքն այդ, որտեղ բանականությունը դա որ գաղափարն է, բանականությունը դա ճիշտ է սխալ է, պետք չի։ Միտքը դա դուրս գալիս է, դուրս չի գալի, ուզում եմ, չեմ ուզում։ Չէ՞։ Եվ բայց, երբ որ մենք նայում ենք, թե ասենք իրանք ինչպես են թվարկում, չէ՞, իրանք ասում են կա կոպիտ մարմինը, նուրբ մարմինը, կոպիտ մարմինը դա 15 ընկալող 5 գործող զգայարաններն են, հա։ Հիմա նուրբ մարմինը ինքը միտքն է, բանականությունը, եսը։ Այսինքն իրենք կոնկրետ հաջորդականություն են նշում միշտ։ Եվ դա նշանակում է, որ թե ով ում ղեկավարության տակ է գտնվում։ Մենք սա քննարկել ենք, չէ՞։ Եվ դրա համար է, որ տեսեք, գործողությունները կարգավորելուց հետո, չէ՞, գալիս է գյանան, այսինքն գիտելիքը, այսինքն աշխատանքը բանականության հետ։ Եվ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը դա է առաջարկում, որ հիմա ամրապնդի քո բանականությունը, այսինքն իսկ ինչ է, այդտեղ ինչ կարևոր արժեքային արժեքներ կան, չէ՞։ Ուրեմն ամենագլխավոր արժեքը դա նա է, որ կենթանիակը պետք է հասկանա, որ բոլոր կենթանիակները եւ արիացիների կատարմամբ այստեղ մտնում են եւ բնությունը եւ կենթանական աշխարհը, այսինքն եւ բուսականությունը եւ կենթանական աշխարհը, հասկանում եք, չէ՞։ Բոլոր կենթանիակները իրանք Գերագույն Աստծո ազնվորության անբաժանելի մասնիկն են։ Всё։ Ինչ է նշանակում կենթանիակը, ինքը անկախություն է ուզում։ Այդ անկախության մեջ ինքը ինչ է ուզում իրականացնի։ Ինքը միշտ ուզում է իրականացնի մի բանաձև։ Իմ երջանկությունը ամենակարևորն է։ Ֆրեյդը այստեղից է վերցրել այդ գաղափարը։ Ցենտր զիմնի։ Հասկանում եք, չէ՞։ Ուրեմն հիմա արժեքային համակարգի մեջ պիտի դա փոխվի։ Իսկ դա փոխվում է միայն այն ժամանակ, երբ որ կա Գերագույն Աստծո ազնվորության գաղափարը, այսինքն կա մի կամք, որը իմ կամքից ավելի կարևոր է եւ ավելի հզոր։ Հասկանում եք, չէ՞։ Եվ այդ ժամանակ կենթանիակը ինքը սկսում է բարձրանալ դեպի առաքինություն։ Ինչու՞, որտեղ ինքը սկսում է այդ ուղղությամբ գնալ, որ արժևորել, եւ դա կոչվում է բարիություն։ Դեռ նյութական աշխարհի հանդեպ։ Սա շատ կարևոր էտապ է։ Վերջնական չի, որովհետև շատ հոգևոր ճանապարհներ իրենք այդ նյութական բարիությունը անցալում են որպես հոգևոր եսիմին զարգացման բան։ Դա իրականում շատ պրիմիտիվ պատկերացում է։ Սա նյութական բարիություն է, հոգևոր բարիության հետ դեռ ոչ մի կապ չունեցող, բայց կարևոր էտապ է։ Հիմա, սիրելիներս, չէ՞, եւ երբ որ արդեն արժեքային համակարգը ինքը ամրապնդվում է, այսինքն այդ պետք չի, ճիշտ է, ճիշտ չի։ Հա, միտքը ինքը սկսում է ենթարկվել այդ արժեքային համակարգին։ Երբ որ բանականության արժեքային համակարգը նա է, որ ես անկախ եմ, ու ամենակարևորը դա իմ այն է, թե ես ինչ եմ զգում, ես երջանիկ եմ, թե ես երջանիկ չեմ, այսինքն ամենակարևորը ես եմ, չէ՞։ Միտքն էլ ինքը համապատասխան իրեն թույլ է տալիս ձևավորել այդ արժեքային համակարգին համապատասխան ցանկություններ։ Հասկանում եք։ Եվ այդ արժեքային համակարգին համապատասխան միտքը արդեն
բան է, սա եմ ուզում, սա դուրս է գալիս, սա դուրս չի գալի, պլանավորում է, թե ինչպես ձեռք բերի այն ինչ որ դուրն է գալիս եւ այլն եւ կենդանիակը խորազուզվում է նյութական գոյության մեջ։ Հասկանում եք։ Հիմա, իսկ ինչ որ վերաբերվում է արդեն, երբ որ արժեքային համակարգը փոխվում է, չէ՞, կենդանիակը ինքը վերանայում է, այն միտքը ինքը չի կարող այլևս մտածել, որ ամենակարևորը ինքն է։ Եվ բոլոր հարաբերությունների մեջ, չէ, երբ որ ասենք իր մեջ ինչ որ մի հատ տրամադրություն է գալիս, որ ինքը ինչ որ մի հատ երջանկություն է ուզում, ինքը արդեն քննարկում է այդ հարցը իր մեջ։ Թե ով է այս երջանկության ավելի արժանի, ես թե իմ դիմացինը։ Եվ եթե ինքը հասկանում է, որ դիմացինը ավելի արժանի է, ինքը զիջում է։ Հասկանում եք։ Սա է, ուրեմն, խնդիրը այստեղ, չէ՞։ Եվ դրանից հետո գալիս է աշխատանքը կենտրոնացման հետ։ Այսինքն սկսվում է ծառայեցվում է միտքը։ Եվ ինչ է ասվում։ Այրացիները իրանք ասում են, եթե կենդանիակը ինքը կարողանում է իր միտքը կենտրոնացնի Աստծո վրա, այսինքն իր ուշադրությունը, հա, իսկ դա ինչ է շակում։ Առաջի քայլերը։ Ինձ միշտ հետաքրքրում է, որ ինչ քայլել ուզում է ես ուզենամ անեմ, ինձ միշտ հետաքրքրում է, թե ասենք այս քայլը, երբ որ ես անում եմ, դրա մասին ինչ է մտածում Աստված։ Կամ այս ցանկությունը, հիմա միտքի մասին է, չէ՞ խոսքը։ Այս ցանկությունը, երբ որ ես իրականացնում եմ, հա, դրա մասին ինչ է մտածում Աստված։ Հա, այն ինչ որ ինձ դուր է գալիս կամ դուր չի գալիս, դրա մասին ինչ է մտածում Աստված։ Չէ՞։ Որովհետև ասենք հիմա, ես նստած իմ մեջ մտածում եմ, չէ՞։ Ինչ որ մի բան է իմ դուրս գալիս, եւ ես դա ուզում եմ, որովհետև դուրս է գալիս, ես միտքը դա ցանկություններ ձևավորող օրգանն է։ Հասկանում եք, չէ՞։ Եվ ասենք, եթե ես օրինակի համար ասենք, Աստվածկարոտ պահի բան եմ, հանցագործ եմ։ Եթե ես հանցագործ եմ, ես ինչ եմ անելու։ Ինչ եմ անելու ես, եթե ես հանցագործ եմ։ Ես նստած, չէ, ձևավորում եմ, ինչ եմ ուզում, իմ մտքի մեջ մշտական պտտում եմ, չէ, ինչ որ հանցագործ բաներ, իրականացումներ, երազում եմ դրա մասին, թե ես այդ հանցագործության հաշվին ինչ վայելք եմ ունենալու, չգիտեմ, ես ինչ մանյակներ եւ այլն եւ այլն։ Հասկանում եք, չէ՞։ Հիմա ինքը ինչու է կարողանում իրան այդպիսի բան թույլ տա։ Որտեւ ինքը իրեն զգում է անկախ։ Հոգևոր մարդը, չէ, ինքը ծառայում է Գերագույն Աստծո անձնավորությանը նրանով, որ հետևում է, որ ասենք, ինչն է իմ դուրը, ինչ է իմ դուրը գալիս։ Եվ եթե իմ դուրն է գալիս ինչ-որ մի արատավոր բան, հա, մինիմալ պլատֆորմա, մասակերություն, ինտոքսիկացիաներ, ազարտ խաղեր եւ ազատ եւ այլասերված սեռական կյանք։ Հա։ Եթե դա է իմ դուրը գալիս, ուրեմն ես ով եմ ընդհանրապես։ Հա, եւ ինչու է իմ դուրը դա գալիս։ Սա ինչ է ընդհանրապես կատարվում։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Ուրեմն, հա, այս տեսանկյունից անձնավորությունը ինքը սկսում է մտքով, ուշադրության կենտրոնը դարձնելով Գերագույն Աստծո անձնավորությանը, մտքով ծառայել Աստծուն։ Եվ ամենավերջի կենդանիակի պոտենցիալն դա սիրո պոտենցիալն է։ Մենք դա արդեն քննարկել ենք, հիմա ուղղակի կրկնում ենք, որ գնանք առաջ։ Չէ՞, դա սիրո պոտենցիալն է։ Հիմա նյութական աշխարհում կենդանիակը իր այդ սիրո պոտենցիալն ասում է, ես անկախ եմ, ես ուզում եմ ինքս որոշեմ, ում սիրեմ, ոնց սիրեմ, ինչ անեմ, ինչի համար անեմ, ոնց անեմ, ինչ անեմ։ Չէ՞։ Հոգևոր աշխարհը ինքը հենված է Գերագույն Աստծո անձնավորության իմաստության վրա։ Որովհետև երբ որ կենդանիակը ինքը, կոպիտ ասած, ենթարկվում է Գերագույն Աստծո անձնավորությանը, չէ, ինքը երբեք չի սխալվում։ Այսինքն ինքը միշտ սիրում է այն կենդանիակներին, որոնք ռեալ արժանի են սիրո։ Եվ դա է դառնում հիմքը, որ ինքը մշտական երջանիկ է։
Հասկանում եք, ամբողջ խնդիրը, որոնք առաջանում են ընդհանրապես նյութական աշխարհում, կայանում է նրանում, որ հենց որ կենթանիակը ինքը այսպես իր համար այդ կանգնում է այդ անկախության պլատֆորմայի վրա, այդ անկախության պլատֆորմայի հիմքի վրա, չէ, ինքը կատարում է սխալներ առաջի հերթին այդ կետում, թե ում է ինքը սիրում, այնինքն ինչ է թույլ տալիս իրան, ում սիրել, հասկանում եք, և սա ինքը շատ կարևոր կետ է, հիմա, սիրելիներս, հաջորդ, ուրեմն, և սա վերջնական թեման է, այստեղ կենթանիակը ինքը գալիս է այդ եզրակացության, որ ինքը իր սիրելու ունակությունը նույնպես պիտի դնի գերագույն Աստծո ազնվորության, այդ էլի, ոնց ասեմ, իր կարծիքի, իր աջակցության տակ, հա, և որ բոլոր կենթանիակների միջև, չէ, չկա գերագույն Աստծո ազնվորությունից ավելի հմայիչ, ավելի հետաքրքիր, ավելի հարուստ բնություն ունեցող կենթանիակ։ Եվ այդ պահից սկսված, չէ, կենթանիակը, երբ որ կենթանիակը ինքը իր սիրո ունակությունն է ուղղում դեպի Աստծուն, չէ, ինքը վերջնական իր մարմնի բոլոր բաղադրիչներով ծառայում է գերագույն Աստծո ազնվորությանը։ Եվ դա չի նշանակում, որ ինքը Աստծուց բացի ուրիշ ոչ մեկին չի սիրում, որովհետև հոգևոր աշխարհում, ըստ արիացիների, բոլոր կենթանիակները ունեն և ծառայողական հարաբերություններ, և ընկերական հարաբերություններ, և բարեկամական հարաբերություններ, և սիրային հարաբերություններ, բայց հիմքը Աստծո հանդեպ սերն է, այսինքն հոգևոր աշխարհում բոլոր կենթանիակներին միավորում է Աստծո հանդեպ սերը, ինչու, որովհետև գերագույն Աստծո ազնվորությունը ինքը կատարյալ է, հասկանում եք, և այդ տեսանկյունից, հիմա այսպես, ինքը արժանի է սիրուն։ Նյութական աշխարհում այդ գաղափարը շատ դժվար է ընկալվում, որովհետև ուղղակի միանգամայն ակնհայտ է, չէ, որ նյութական աշխարհում կենթանիակները իրենք տառապում են։ Եվ իրենց հետաքրքիր է այդ թեման, թե տառապանքը ինքը որտեղից է առաջանում։ Հիմա, այդ տառապանքը որտեղից է առաջանում, կենթանիակը ինքը միշտ չի, չէ, որ ինքը եթե մինչև վերածննդի գաղափարը չհասկացվի, չի կարող հասկացվի, թե տառապանքը որտեղից առաջացավ։ Թե ինչու, ինչ որ մի հատ տառապանք եկավ ու կանգնեց իմ շեմին։ Հասկանում եք, սիրելիներս։ Եվ սա ուրեմն ինքը շատ կարևոր թեմա է։ Հիմա հաջորդը։ Այսպես ուրեմն կենթանիակը ինքը իր բանի բոլոր, այսինքն իր եսի բոլոր բաղադրիչները ծառայեցրեց Աստծուն։ Ես անցյալ անգամ ասեցի, որ մեր հաջորդ թեման կայանում է նրանում, որ արիացիները իրենք նկարագրում են, որ կա Աստծո ծառայության 9 տեսակներ, էտապներ, հա, եւ կա Աստծո ծառայության 5 տեսակ։ Ծառայության էտապներն են, հա, լսողությունը, կրկնողությունը, ուրեմն բանը, ասեք, հիշողությունը, Աստծո մասին խոնարհումը, Աստծուն նրան ուրեմն աղոթքներ մատուցելը, նրան ծառայելը, հա, ուրեմն իր կողմից բաներ առաջադրանքներ կատարելը եւ ուրեմն ընկերական զգացումի զարգացումը եւ վերջնականը դա ուրեմն հանուն գերագույն Աստծո ազնվորության ամեն ինչը զոհաբերելը։ Ինչպես տեսնում ենք, բավականին ուրեմն այսպես մեծածավալ խոսակցության թեմա ունենք, չէ՞։ Ուրեմն առաջին բանը, որ մենք պետք է հասկանանք, որ այստեղ այդ ամեն ինչը ինչ որ թվարկվեց, չէ՞, ինքը
ոնց որ այդ ամբողջ պակետով, հա, այսպես կամաց է իրականացվում։ Այսինքն կենդանիակը ինքը իրականում, երբ որ վերցնում է հոգևոր կյանքը, ինքը այս 9 պունկտերն էլ վերցնում է իր կյանք, բայց կախված նրանից, թե անցյալ կյանքերից ինքը ինչ փորձ ունի, եթե մենք վերցնենք սկսնակը, որ առաջի անգամ է մոտենում հոգևոր կյանքին, այս 9 երևույթները իր մոտ շատ փոքր չափով են։ Եթե տոկոսով վերցնենք, օրինակ ասենք 5%-անի է։ Ինչ է սա նշանակում, հա? Սա նշանակում է, որ երբ որ կենդանիակը ինքը մտնում է հոգևոր կյանք, չէ՞, ինքը կախված իր անցյալ կյանքերի պաշարից, չէ՞, ինչ որ մի քանակությամբ լսողության հանդեպ կամ գիտելիք ձեռք բերելու հանդեպ ունակություն է ցուցաբերում։ Հասկանում եք, ուրեմն սա ինքը շատ կարևոր կետ է։ Տեսեք, արիացիները իրանք հոգևոր գիտելիքը լսելու process-ը, չէ, համարում են նվիրված ծառայություն, մատուցած Գերագույն Աստծո անձնավորությանը։ Ինքը Գերագույն Աստծո անձնավորությունն է այդպես համարում, որ կենդանիակը սկսեց ծառայություն մատուցել Աստծուն։ Երբ որ ինքը, ուրեմն փոխարեն վայելի իր գոյությունը, չէ, ինչ որ մի ժամանակ է տրամադրում Աստծո մասին լսելու process-ին։ Հա, ընդ որում, այստեղ ինքը ահավոր, ահռելի կարևորություն ունի գիտելիքի որակը, գիտելիքի մասշտաբը, գիտելիքի սահմանները։ Մենք ձեզ հետ բազմիցս քննարկել ենք, որ իրական սուրբ գրվածքը ինքը պետք է կատարելապես քննարկի որոշակի թեմաներ։ Նյութական աշխարհը, նրա ֆիզիկական եւ հոգեբանական կառուցվածքը, հոգեվոր աշխարհը, նրա ֆիզիկական եւ հոգեբանական կառուցվածքը, հոգու մասին գիտելիք պիտի ունենա, Աստծո մասին գիտելիք պիտի ունենա եւ ուրեմն այդ 6 կամպանիաների փոխազդեցության մասին գիտելիք պետք է պարունակի հոգևոր կատարյալ հոգևոր գիտելիքը, չէ՞։ Հիմա տեսեք սա, եթե մենք այս սա գիտենք, չէ՞, մեզ համար շատ հեշտ է գնահատել։ Հայ վերցնում ենք ցանկացած աշխարհում գոյություն ունեցող սուրբ գրվածք, չէ՞, վերցնում ենք եւ սկսում ենք գնահատել։ Ինչի մասին է ինքը խոսում։ Հիմա կարևոր է, ինչի մասին է խոսում եւ ինչի մասին որ խոսում է, ինչքանով է խոսում։ Հասկանում եք։ Եվ այդ միանգամից պարզ է դառնում այդ սուրբ գրվածքի սահմանները։ Եվ կենդանիակը ինքը ավելնորդ սպասումներ, չէ՞, չի ունենում կամ չի վերագրում կատարելություն այնտեղ, որտեղ կատարելությունը չկա։ Սա չի նշանակում, որ անձնավորությունը պետք է վիրավորական վերաբերվի։ Հասկանում եք, որովհետև մենք ձեզ հետ քննարկել ենք, որ կան 3 տեսակի սուրբ գրվածքներ։ Մարդու կողմից հորինված, այսինքն բացարձակ կեղծ սուրբ գրվածքներ։ Ուրեմն բանների պրարոկ, հա? Ցահայրեն մի րոպե կներեք այդ բառը նայեմ, հա, դեռ կարևոր է։ Կախել է, աշխատում։ Լավ։ Մաները էլի, դեր հայրեն։ Չեմ կարողանում հիշեմ էլի թարգմանությունը կներեք, այդ դրանք ովքեր որ բան են էլի հրճակում են հոգևոր ճշմարտություններ, չէ, այսինքն Աստծո կողմից ուղարկված անձնավորություններ,
չէ։ Աստծո կողմից ուղարկված անձնավորությունները իրենք գալիս են համապատասխան տեղ, հա, համապատասխան ժամանակում, համապատասխան տեղ եւ տալիս են այն գիտելիքը, որը այդ տեղում, այդ ժամանակում, այդ պահին պակասում է, որպեսի այդ տեղի բնակիչները իրենք կարողանան ինչ-որ մի խճճված իրավիճակներից դուրս գան եւ հաստատվեն ճշմարտության մեջ, չէ՞։ Հիմա տեսեք, սիրելիներս, եւ այդ տեսանկյունից, չէ՞, ուրեմն այդ անձնավորությունները իրենք սովորաբար, չէ, սովորաբար տալիս են, տալիս են գիտելիքը, ինչպես ես ասեցի, ըստ տեղի, պայմանների եւ իրավիճակի։ Հասկանում եք։ Հիմա այդ որ ինքը տալի իրանք այդ տեսանկյունից են տալիս, չէ, դա միշտ նշանակում է, որ հոգևոր գիտելիքը ինքը տրվում է։ Հասկանում եք։ Այ ճիշտ, բայց կարող է տրվի կիսատ։ Համապատասխան նրա, թե հոգևոր գիտելիքի որ մասն է, որ այդ պահին ուրեմն կարևոր է։ Հասկանում եք։ Մարգարեներ, սա է փորձում, մարգարեներ, ուրեմն մարգարեներ են գալիս եւ իրանք սովորաբար ինչքան որ տալիս են, ճշմարտություն են տալիս, բայց կարող են տալ կիսատ, չէ՞։ Եվ ասենք, երբ որ մենք որևիցե մի մարգարեի տված քարոզն ենք ուսումնասիրում, մենք նայում ենք, տեսնենք, այդ քարոզի մեջ ինքը ինչ գաղափարներ առաջ քաշեց։ Եվ երբ որ մենք արդեն գիտենք, թե հոգևոր գիտելիքը ինքը ինչ թեմաների մեջ պարունակի, մեզ համար դա 3 րոպեի խնդիր է ընդհանրապես հասկանալ, թե ինչ կարգի հոգևոր գիտելիքի հետ մենք գործ ունենք։ Եվ վերջ։ Եթե մենք խոսում ենք լուրջ, հասկանում եք, առանց աղանդային գիտակցության, իսկ կրոնականության մեջ աղանդավորությանը, մարդկությանը ընտելացրել են 5000 տարի շարունակ, եւ այդ սովորությունը ինքը արդեն այնպիսի արմատներ ունի իրականության մեջ, որ շատ դժվար է դրա դեմ պայքարելը, դա սխալ գաղափար է, շատ դժվար է այդտեղ ճշմարտություններ ասել ընդունված լինելու ակնկալիքով, չէ, բայց միևնույն է, ճշմարտությունը կայանում է նրանում, որ Աստված ինքը մի հատ է։ Բոլոր հոգիները ունեն նույն որակը։ Հոգևոր աշխարհից նյութական աշխարհ գալու process-ը նույնն է։ Սիտուացիաները տարբեր են, բայց process-ը նույնն է։ Հասկանում եք։ Եվ ասենք, դա նշանակում է, չէ, որ հոգևոր գիտելիքը ինքը պիտի լինի մի հատ։ Մի հատ։ Հասկանում եք։ Եվ այն պետք է լինի ազգային, քաղաքական, չգիտեմ ինչ հիմար գաղափարներից բացարձակ վեր։ Եվ հոգևոր գիտելիքը պետք է լինի մի գիտելիք, որը միավորում է մարդկության։ Մենք պետք է հասկանանք, որ ոչ մի կենդանի ապներին իրարից բաժանող գաղափար չի կարող հնչած լինի Աստծո կողմից։ Հասկանում եք։ Եվ չկա հայկական Աստված, չկա հնդկական Աստված, չկա ֆրանսիական Աստված, չգիտեմ, քրիստոնեական Աստված, մուսուլմանական Աստված, Աստված ինքը մեկն է։ Եվ եթե կենդանիակները բաժանում են Աստծուն, ամեն մեկը ասելով սա իմ Աստվածն է, դա իրականում կրոնականության հետ ոչ մի բացարձակապես ոչ մի կապ չունեցող գաղափար է։ Հասկանում եք։ Որովհետև վերջնականում հոգևոր աշխարհում կենդանիակները իրենք ընդամենը մի պետություն ունեն։ Հասկանում եք։ Եվ վերջ։ Ամեն ինչը հավաքված է Գերագույն Աստծո ազնվորության շուրջ։ Հիմա, սիրելիներս, չէ՞, ուրեմն սա կարևոր խնդիր է, որովհետեւ մենք շատ արագ կարողանանք կողմնորոշվենք, հա, լսողության համար։
Այսինքն, երբ որ խնդիրը գնում է նրա մասին, որ լսողությունը դա առաջի ծառայությունն է, որը կենթանիակը ինքը մատուցում է, ինչի համար, որպեսզի ճիշտ զարգանա։ Մենք պետք է հասկանանք, որ եթե հոգևոր կյանքի համար համապատասխան ճիշտ գիտելիք մենք չունենք, չէ՞, դա նշանակում է, որ մենք սխալ ենք, վատ ենք զարգանալու, սխալ ենք զարգանալու, հոգևոր ոչ մի զարգացում չենք կարողանալու ունենալ։ Դրա համար այդ լսողության process-ի մեջ կա երկու թեմա։ Առաջի թեման դա նա է, որ ես պետք է ճիշտ հոգևոր գիտելիք ունենամ։ Այսինքն գիտելիքը պետք է լինի հոգևոր, այլ ոչ թե մարդու կողմից նյութական ինչ-որ այսպես թքած կպցրած ինչ-որ մի բան, որտեղ շովինիզմից բացի ուրիշ ոչ մի բան չկա։ Հասկանում եք։ Հիմա Եվ տեսեք ասենք, և գիտելիքը ինքը կարող է, այսինքն երբ որ ինքը հոգևոր է, չէ՞, այո, ինքը կարող է կիսատ լինել։ Հիմա տեսեք, այստեղ արդեն հարցն է բարձրացվում, կներեք ես մի քիչ սխալ պահեցի, միտեթև վերականգնել եմ ասացությունս, ու ասեք տեսեք այստեղ հաջորդ հարցը որն է։ Այդ հաջորդ հարցը ինքը կայանում է նրանում, չէ, որ հիմա կարևորը նա է, թե ես ինչ մակարդակ ունեմ։ Այսինքն, ինչ գիտելիք ես պիտի լսեմ ամենասկզբում։ Եվ իրականում այդ գնահատական տալը, որպեսզի մենք հասկանանք, թե մեզ համար ինչ որ սուրբ գրվածքն է, որ մեր համար է, չէ՞, օրինակ եթե մենք արիացիների սուրբ գրվածքների մասին ենք խոսում, չէ՞, մենք դες այդ բազմիցս խոսել ենք, որ իրենք այդ 4 փուլը կարմագյանա, դիանա եւ բակտի յոգաները ամեն մեկը ունի իր սուրբ գրվածքը։ Եվ երբ որ ազնվորությունը ինքը գալիս է հոգևոր կյանք, չէ՞, օրինակ արիական քաղաքակրթության մեջ իր համար ահավոր կարևոր է, թե ինքը որ գրվածքը պիտի վերցնի։ Հասկանում եք։ Հիմա ո՞նց է կենթանիակը դա որոշում։ Իրականում դա շատ պարզ, հեշտ թեստ է։ Հոգևոր կյանքի ամենակարևոր, այն ամենացածր, հա, ոչ թե ցածր, այլ ամենաառաջի արդյունքը դա կենթանիակի վերաբերմունքն է զգայական վայելքի հանդեպ։ Հասկանում եք։ Եվ հիմա տեսեք, նյութական աշխարհում ապրող կենթանիակները, երբ որ իրենք գալիս են հոգևոր դաշտ, չէ՞, հիմա առաջի թեման, որով իրենք գալիս են, դա տառապանքից ազատվել, նյութական երջանկությունների մեջ հաստատվելու ցանկությունն է, չէ՞։ Դե որը եկեք նայենք։ Այսինքն ես գալիս եմ այն մտա հոգևոր դաշտ եւ հասկանում եմ, որ ամենաառաջի քայլով ես պիտի գիտելիք վերցնեմ, որպեսզի այդ գիտելիքի համապատասխան ձևավորեմ իմ կյանքը։ Ես ինչ պիտի նայեմ։ Առաջի հերթին ես պիտի նայեմ, թե ես ինչ մոտիվով եմ եկել։ Այսինքն, եթե ես ունեմ լիքը նյութական ցանկություններ, ուզում եմ ազատ լինեմ տառապանքից, հա, բայց եւ ուզում եմ երջանիկ լինեմ նյութական հարաբերությունների մեջ, ուրեմն լինեմ բարեկեցիկ, լինեմ առողջ, լինեմ հզոր, լինեմ, չգիտեմ, զարգացած, լինեմ բարի, լինեմ այս կամ այն, այսինքն ես ունեմ լիքը նյութական ցանկություններ։ Չէ՞։ Սա միանգամից նշանակում է, որ այդ Աստծո համար զոհաբերել, չգիտեմ, ինչ, այդ բոլորը իմ համար չի։
Ես այդ ամեն ինչի համար նախատեսված հոգի չեմ։ Հասկանում եք։ Եվ ես պիտի վերցնեմ հոգևոր գիտելիքի մեջ այն գիտելիքը, որը պատկաբանը քննարկում է նյութական աշխարհում կենդանեակի համար Աստծո կողմից, շատ կարևոր է, Աստծո կողմից նախատեսված բարոյականության օրենքները։ Ինչու է սա կարևոր, որովհետև երբ որ գիտելիքը Աստծո կողմից է տրված, Աստծո կողմից գիտելիքը ինքը նախատեսում է հարգանք բոլորի հանդեպ։ Հասկանում եք։ Հիմա ինչու է կարևոր, որովհետև հոգևոր աշխարհում բոլորը պիտի երջանիկ լինեն։ Իսկ երջանկության ամենաառաջի հիմնաքարը դա հարգանքն է միմյանց հանդեպ։ Հիմա սիրելիներս, չէ՞։ Հիմա այդտեղ ամենախճճվածը, օրինակ մարդկային հասարակության համար ամենախճճվածը դա կին տղամարդ հարաբերություններն են, չէ՞, թե այնտեղ ինչեր են ընդհանրապես կատարվում, դա ահավոր բան է։ Հիմա սիրելիներս, չէ՞, տեսեք, հիմա, բայց կան մարդիկ, չէ՞, որոնք իրանք գալիս են, օրինակ ես իմ նախասահմանումը հոգևոր դաշտում, չէ, դա բարոյականության դաշտի օրենքների, ասեք այդ ամեն ինչի գիտելիքը բարձրաբանելն է։ Եվ ես 2 անգամ ունեցել եմ այդպիսի աշակերտներ, հա, որոնք իրենք ոնց ասեմ էլի, այդ էտապը անցած են եղել։ Եվ իրենց համար այդ գիտելիքը ինքը հետաքրքիր չէր։ Եվ ես երբ որ նայում էի, թե այդ խեղճերը ոնց են ձանձրանում, երբ որ ես խոսում եմ բարոյականության մասին, ես իրանց խղճում էի, հասկանում էի, որ սա իրանց համար նախատեսված չի, հա։ Եվ այդտեղ միակ բանը, որը մնում էր, դա այն էր, որ այո, իհարկե, ասենք բաքսի յոգայում մենք զուգահեռ անպայման ուսումնասիրում ենք Աստծո մասին գիտելիքը, եւ եթե այդ աշակերտները իրանք ուշադիր լինեին, թե Աստծո մասին ինչպիսի դրբություններ են տեղափոխվում, ապա այդքան չէին էլի ձանձրանա, այլ կկենտրոնանային այդ ասպեկտի վրա եւ այդտեղ հենված կզարգանային։ Հիմա տեսեք սիրելիներս, չէ՞։ Եվ ասենք մարդիկ կան, չէ, որոնք իրենք ուղղակի հակառակը։ Իրանք իրանց ներսից ունեն շատ որոշակի մակարդակի անտարբերություն այս աշխարհի հանդեպ։ Եվ դա միանգամից նշանակում է, որ իրանք անցյալ կյանքում այդ բարոյականություն, այդ նյութական ցանկությունների դաշտը, միջը անցել են։ Հասկանում եք, եւ սա շատ կարեւոր է, որ իրանք իմինը անտարբերություն ունեն, որտեղ կան մարդիկ, որոնք իրանք գնում են դեպի հրաժարման, ոչ թե որովհետեւ իրանք հասուն են հրաժարման համար, այլ որովհետեւ իրանք փախնում են նյութական պարտականություններից։ Այսինքն սեփական անզորությունից, իսկ վերջնականում սեփական անբարոյականությունից, որովհետև խուսափել նախասահմանված պարտականություններից դա իրականում հոգու համար անբարոյականություն է։ Ինչու՞, որովհետև պարտականությունները իրանք այսպիսի դաշտ ունեն, էլի, որ պարտականությունները իրանք այսպես են, որ ասենք ազնվորությունը, չէ, ինքը իր կյանքում ունի իրանից փոքրերը, որոնց մասին ինքը պիտի հոգ տանի, չէ, իր հետ հավասարները, որոնց հետ ինքը պիտի համագործակցի եւ իրանք իրար պիտի օգնեն նյութական կյանքի տարբեր ոլորտներում, չէ։ Հիմա ասենք, բանը իրանից ավելի մեծերը, դա նրանք են, որ ինքը պիտի հարգի, պիտի ծառայի եւ այլն, այսինքն եթե կենդանիակը ինքը հրաժարվում է իր պարտականությունները կատարելուց, չէ, փոքրերը կորցնում են այն ազնվորություններին, որոնց վրա պիտի հենված լինեին, չէ, հավասարները կորցնում են այն ազնվորություններին, ում հետ միասին պիտի ինչ-որ բան անեին եւ ավելի արդյունավետ լինեին, մեծերը կորցնում են իրենց հենարանը, հասկանում եք, չէ, եւ դա անբարոյականություն է իրականում, հասկանում եք, եւ այսինքն, բայց եթե կենդանիակը ինքը ասես բնականից անտարբեր է, ոչ թե փախնում է, այլ անտարբեր է նյութական վայելքների հանդեպ, չէ, ինքը փիլիսոփայական մտքի կառուցվածք ունի, հասկանում եք,
Եվ այո, դա արդեն այն ազնվորություններն են, որոնք իրաց մտքում չեն մտածում նրա մասին, թե որտեղ ինչ վայելք այսօր կորզեն, որ կարողանան վայելեն ու համարեն իրենց կյանքը, այսպես կյանքի վերջնական նպատակին հասած, չէ՞։ Իրանք սիրում են կարդալ, սիրում են մտածել, ուզում են հասկանալ, իրանց ինչ-որ ավելի բարձր աստիճան է, չէ՞, դա իրականում, երբ որ ազնվորությունը ինքը արդեն հետաքրքրվում է այս աշխարհի նիստուկացի եւ այլի հետ կապված։ Տեսեք, եւ այդպիսի ազնվորությանը ստիպել, որ ինքը ուսումնասիրի բարոյականության օրենքները, դա աշխարհի ամենամեծ սխալն է։ Դա նշանակում է ուղղակի, չգիտեմ, թե մսաղացի մեջով անցկացնել նրա հոգին, որովհետև դա իր թեմաները չեն։ Ինքը այս նյութական աշխարհից վայելք չի ուզում։ Եթե ինքը այս նյութական աշխարհից վայելք չի ուզում, ինքը ոչ էլ պարտականություններ ունի։ Եվ դա կոչվում է հրաժարված, հասկանում եք, չէ՞։ Այսինքն եթե որ կենթանիակը իր մեջ զգում է, որ ինքը հակում չունի այդ ես ասում եմ նյութական գալմաղալի հանդեպ, հա, ինքը պիտի հասկանա, որ ուրեմն եկավ այն этаպը, որտեղ, ասենք, ինքը բան է, ասենք, որտեղ ինքը պետք է ուսումնասիրի արդեն փիլիսոփայությունը, չէ՞, այսինքն ինքը պետք է վերցնի այն գիտելիքի այն մասը, որտեղ քննարկվում է նյութական աշխարհի կառուցվածքը, նրա հոգեբանությունը, չէ՞, եւ որտեղ կենթանիակը ինքը հիմա առաջի քայլով զարգացնում է իմաստություն։ Հետո հրաժարում, ասում ավելացնում է իր հրաժարումը։ Հասկանում եք։ Հիմա, եթե ազնվորությունը ինքը գալիս է եւ ոչ նյութական ցանկություններ ունի, ոչ ասենք, ոչ ինչ-որ կապվածություններ ունի, այլ իր հրաժարվածության մեջ հաստատված ազնվորություն է, չէ՞։ Դա նշանակում է, որ դա ազնվորություն է, որը եթե մենք արիացիների բանով ենք վերցնում, դա ազնվորություն է, որը նախատեսված է յոգայով զբաղվելու համար։ Հիմա այսպես ամեն ինչը խառնել են իրար եւ ամեն ինչը կիսապրատ, մի քիչ էս, մի քիչ են, մի քիչ են, մի քիչ են սարքնում, այդ ժամանակի բատնա էլի, ժամանակի բնորոշ պահվածքն է։ Հիմա եւ ասենք, չէ, տեսեք, արդեն մարդը ինքը նախատեսված է մեդիտացիա սովորելու համար, որտեղ ինքը հրաժարված է։ Եվ հիմա իրան սովորացնել հրաժարում կամ բարոյականության օրենքներ բացարձակ անիմաստ գործ է։ Չէ՞, ուրեմն հիմա ինչ է քննարկում, որ ասում ենք, որ հոգևոր կյանքում առաջի քայլը դա գիտելիքը ուսումնասիրելն է, չէ՞։ Ուրեմն երկու թեմա պիտի քննարկվի կենթանիակի կողմից։ Ես ինչ մակարդակ ունեմ, այ ռեալ։ Եթե ես ունեմ աշխարհը վայելելու ցանկություն, ուրեմն այն մնացածը իմ համար չի։ Դա իմ գիտելիքը չի, դա ինձ ոչինչ չի տալու։ Եվ եթե ես կարդամ գիտելիք, որը վերաբերվում է հրաժարմանը, վախից բացի, ուրիշ ոչ մի բանի մեջ չի ձևավորվելու, որովհետև նա որ ուզում է վայելի ասա այս աշխարհը, երբ որ իրան առաջարկում են, որ ինքը պիտի հրաժարվի այս աշխարհից, ինքը այդ մտքից սարսափելի վախենում է։ Եվ սա նշանակում է, որ всё, ինքը այսպես մի հատ տորմուզ ունի իր մեջ, որ ինքը միևնույնն է այդ հրաժարումը չի վերցնելու, այլ հոգևորի հանդեպ վախ է ձևավորելու։ Հասկանում եք, սա շատ կարևոր նրբություններ են։ Եվ ազնվորությունը, երբ որ ինքը վերցնում է հոգևոր կյանքը, չէ, ինքը պետք է այդ կետում առաջի հերթին ստուգի իրան։ Եվ ստույգ որոշելով, թե ես ինչ մակարդակ ունեմ, հասկանում եք, դա ամոթալի չի։ Ճշմարտությունը ինքը երբեք ամոթալի չի։ Ճշմարտությունը դա նշանակում է, որ ես ռեալ կետից եմ սկսում իմ կյանքը հոգևոր։ Եվ ինչ-որ բան երևալու համար միանգամից խցկվել յոգայի մեջ, յոգայի վարժություններ անել, հետո դուրս գալ եւ գնալ սեքսով զբաղվել, դա կներեք էլի, դա յոգա չի, դա յոգային ձեռարնելիք է։ Վերջ, այստեղ սենը սպիտակ է։ Ինչ ուզում եք արեք։
այդպիսի process-ներ գոյություն չունեն։ Յոգան նախատեսված է ահռելի հրաժարում ունեցող կենդանիակների համար, որովհետև նա ինքը նախատեսված է երկարատև մեդիտացիայի համար։ Մեդիտացիա անելու համար կենդանիակը ինքը պետք է շատ լուրջ հրաժարում ունենա իր մեջ։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Բայց սա բادر է, ամբիցիայի հարց է բարձրացնում իր մեջ միայն գոռոսը, որը իրականում ոչ մի հոգևոր նպատակ չի հետապնդում։ Ինքը կենտրոնացած է լրիվ նյութական գաղափարների, լրիվ նյութական բաների, ասեք, նպատակների վրա։ Հասկանում եք։ Եվ փառասիրությունից կարող է, չգիտեմ, զգայական վայելքի համար կոպիտ ասած մեռած լինի եւ ձևացնի, որ ինքը յոգ է կամ ձևացնի, որ ինքը հրաժարված է կամ ինքը իմաստուն է կամ եսի ինչ է։ Այդ բոլորը կեղծարարություն է։ Այսինքն հոգեվոր կյանքում հասկանում եք, տեսեք, անկախ նրանից թե որ աղանդին եք դուք պատկանում, չէ, այ ինքդ քո հետ անկեղծ լինելը դա շատ կարևոր կետ է։ Ինչու համար, որովհետև եթե դու անկեղծ ես, դու ճիշտ ես գնահատում քո ներքին աշխարհը, մենք պիտի հասկանանք, էլի, որ այդ աղան, բան, ես քրիստոնյա եմ, մուսուլման եմ, ես ինչ եմ, այդ ամբողջ շուխուրը ինքը նյութական է։ Այդ իմը դրեցինք են կողմ եւ զբաղվում ենք հոգու մաքրագործմամբ, անկախ նրանից, թե մենք ինչ կրոնի պատկանելիություն ունենք, չէ՞։ Այդտեղ ամեն ինչ սկսվում է անկեղծությունից։ Երբ որ ես պիտի մի հատ այսպես օբյեկտիվ նայեմ ինձ, տեսնեմ, թե ես ասենք ինչ եմ ինձանից ներկայացնում եւ ըստ դրա որոշեմ, թե ես որ գիտելիքի, հոգեվոր գիտելիքի որ ճյուղի վրա պիտի կենտրոնանամ եւ այդ գիտելիքը վերցնեմ, որը իմ մակարդակին համապատասխան է։ Հասկանում եք, չէ՞։ Ուրեմն, այդ սա այսպես հիմա հաջորդը Հաջորդ թեման, ես արդեն որոշեցի, այդ ուրեմն իմ մակարդակը որոշելուց հետո ընտրեցի սուրբ գրվածքը, հա, որտեղ նայում եմ տեսնեմ այդ խնդիրը որտեղ է առանց շովինիզմի իրականացված, վերցնում եմ այդ գիտելիքը եւ սկսում եմ իրան ուսումնասիրել։ Հիմա սա նշանակում է, որ գործելուց առաջ, այարացիները իրանք դա են ասում, գործելուց առաջ սովորություն ձեռք բեր, ստանալ այն գիտելիքը, որը քեզ թույլ կտա, որ դու ցանկացած դաշտ, այստեղ արդեն ուզում է նյութական կյանքը լինի, որտեղ ուզում է լինի, այս ալգորիթմը ինքը ճիշտ է ամեն տեղ, եւ աշխարհիկ կյանքում եւ հոգեվոր։ Եթե դու ինչ-որ մի դաշտ քայլ ես ուզում անել, առաջի հերթին ուսումնասիրի այդ դաշտը, որպեսզի այդտեղ մտնես գրագետ։ Հասկանում եք։ Ինչի համար է սա կարևոր, որպեսզի լինես հաջողակ էտապի մեջ։ Հիմա հոգևոր կյանքը ինքը բաղկացած է կարգավորիչ սկզբունքների փուլից, սպոնտան փուլից, հա, եւ արդեն հոգևոր զգացմունքների զարթոնքի փուլից։ Եթե ես ինչ-որ մի բանը սխալ եմ վերցնում, անգրագետ եմ մտնում այս փուլերի մեջ, այդտեղ ինչ-որ մի հատ շիլաշփոթ եմ սարքում, իմ նյութական զգացմունքները խառնում եմ հոգևոր էքստազների հետ, չգիտեմ, ինչ եմ անում, արիացիները իրանք դրա համար հատուկ տերմին ունեն, դա կոչվում է սահաջիա, այսինքն կեղծ, նա ով որ շփոթում է նյութականը հոգևորի հետ։ Ինչու է այդ շփոթմունքը տեղի ունենում, որովհետև ես գրագետ չմտա հոգևոր կյանք։ Երբ որ ես ճիշտ ընտրեցի իմ մակարդակին համապատասխան գիտելիքը, չէ, հաջորդ քայլով ես սկսում եմ նրան ուսումնասիրել։ Հիմա կա մարդ, որ մի անգամ կարդում է, ասում է դե հասկացա։ Բայց դա այդպես չի։ Մի անգամով ոչ մեկ նոր գիտելիքը չի հասկանում։
Ժամանակակից մարդը ինքը կարող է 15 տարի գիտելիքը լսի, հետո 15 տարի հետո անդրադառնա, ասի վայ մե Աստված ջան, ես ինչեր եք ասել, կամ ես ինչեր էր գրված էս ինչ գրքի մեջ։ Ամեն անգամ երբ որ կարդում եմ, մի նոր բան եմ տեսնում։ Ամեն անգամ մտածում եմ, բանցալ անգամ ես որտեղ էի, որ սա չեմ նկատել։ Եվ սա է ճշմարտությունը մեր մասին, հա։ Ուրեմն արիացիները իրենք ասում են, կրկնողությունն է, որ գիտելիքը, հա, այսինքն ինֆորմացիան դարձնում է գիտելիք, այսինքն այն, ինչով որ դու ապրում ես։ Հիմա ուսումնասիրում ես գիտելիքը, ինչպես ես իմանում ընդհանրապես դու ճիշտ ես իրականացրել այդ գիտելիքը, թե ոչ։ Շատ պարզ սիմպտոմ կա։ Ուշադրություն ես դարձնում, հա, որ երբ որ ինչ-որ մի հատ իրադրություն է գալիս քո կյանք, դու այդ իրադրությունը ինչի հիմքի վրա ես իրականացնում։ Եթե դու անմիջապես մոռանում ես ընդհանրապես այդ հոգևոր գիտելիք, բան, այնտեղ ինչ է ասված, ինչ ասված չի, ինչ, չէ՞։ Եթե դու այդ ամեն ինչը անմիջապես մոռանում ես եւ քո այնպես ինչպես որ դու միշտ գործել ես, քո սեփական փորձի, քո յութական արժեքային համակարգի հիմքի վրա ես քայլեր կատարում։ Դա նշանակում է, որ դու գիտելիքը չես վերցրել։ Հա? Իսկ դա նշանակում է, որ ինչի չես վերցրել։ Դու չես վերցրել, որովհետև լրիվ չես հասկացել իրան։ Ինչու՞։ Որովհետև հոգևոր գիտելիքը ինքը կատարյալ է։ Եվ եթե դու չես ղեկավարվում հոգևոր գիտելիքով, դա նշանակում է, որ դու իրան չես արժևորում։ Իսկ դու իրեն չես արժևորում, որովհետև չես գնահատել իր կատարելությունը։ Իսկ երբ դու չես կարողանում գնահատել իր կատարելությունը, դու դա չես կարողանում անել այն դեպքում, երբ որ ուշադիր չես ուսումնասիրել։ Հասկանում եք, որովհետև իրականում, երբ որ մենք այսպես ասում ենք հոգևոր գիտելիք անցնում ենք, չէ՞, բայց եթե մենք ասում ենք հոգևոր գիտելիքը տրվում է Աստծուց, դուք պատկերացնում եք, այդտեղ ամեն մի տառի, ամեն մի ստորակետի մեջ ինչ կատարելություն կա, ինչ խորություն կա, չէ՞, եւ եթե անձնավորությունը ինքը այսպես արտաքին է անցել այդ ամեն ինչի վրայով, ինքը երբեք չի ղեկավարվելու այդ գիտելիքով։ Եվ իր մոտ միշտ լինելու է այդ սիմպտոմը, որ ինքը կարող է նույնիսկ անգիր անել այդ գիտելիքը, բայց այստեղ մեկ այդ շլյուզը դրած, հա, ինքը չի թողնում, որ այդ գիտելիքը իր մտքից իջնի սիրտը։ Այսինքն դառնա իրան, որ ինքը դրանով ապրի։ Հասկանում եք։ Իսկ դա իրականում շատ կարևոր կետ է։ Ահա որ։ Ինչու՞։ Որովհետև քանի դեռ մենք ղեկավարվում ենք մեր մտածելակերպով, ես շատ ուզում եմ, որ դուք այս գաղափարը, ես չգիտեմ ոնց ինչ մակարդակի հիշեք, Գերագույն Աստծո անձնավորությունը, ահա որ, մի րոպե կներեք, ես այդ բառը նայեմ, նոր այս նախադասությունը ասեմ, հա։ Պետք է որ դերպանական լինի։ Ուրեմն Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ահա որ նրբանկատ անձնավորություն է, հասկանում եք։ Ահա որ։ Ինքը ահա որ նրբանկատ է կենդանեակի ազատությունը հարգելու մեջ։ Չէ՞, օրինակ մենք օգտագործում ենք բառեր, չէ՞, բան, արիստոկրատ, ինտելիգենտ, ջենտլմեն։ Եթե մենք այդ բառերով ասեինք, ես կասեմ, Աստված ինքը ամենաջենտլմենն է։ Աստված ինքը ամենաարիստոկրատն է։
Հասկանում եք։ Ինքը շատ նրբանկատ է։ Եվ ոնց ասեմ, էլի, կենդանի էակը, երբ որ ինքը տրված է իր ատոլություններին ու ցանկություններին, ինքը իր մեջ կոպիտ անձնավորություն է, ոչ մի նրբանկատություն չունի, չէ՞։ Ինքը կարող է Գերագույն Աստծո ազնվորության նրբանկատությունը ընկալել որպես անտարբերություն։ Չէ, օրինակ ասենք ես կարող եմ նույնիսկ ասենք, այսպես էլի դա նույնիսկ ասենք այն նյութական աշխարհում օրինակներ բերեմ, որ կենդանեակները իրանք այնքան են իրանց մեջ, իրանք այնքան կոպիտ են, չէ՞։ Եվ երբ որ ինչ-որ մի մարդու ուզում են բան հասկացնեն, իրանք անպայման բռնության, կոպտության, գոռալու, կոպիտ խոսքեր ասելու միջոցով են ասում, չէ՞։ Եվ միայն այդ լեզուն են հասկանում։ Օրինակ, ասենք ինչ-որ մեկը ինչ-որ մեկին հեղինակություն է ընդունում, եւ բնական է, չէ, որ եթե ազնվորությունը ինքը գիտելիքի մեջ է, ինքը ինչ-որ մակարդակի իմաստություն ունի։ Եվ ասենք իրան հարց տում են, ասում են, այ օրինակի համար, չգիտեմ, արժի որ ասա, այ ես էսի ընտրությունն եմ արել, ես ինչի հետ ուզում եմ ամուսնանամ։ Իմաստուն մարդը ինքը նայում է, տեսնում է, որ օրինակ, չգիտեմ, բանը ընտրությունը սխալ է արված։ Չէ, հիմա նայեք նրբանկատ մարդը Այլ Աստծուն հանգիստ թողնենք, նրբանկատ ազնվորությունը ինքը երբեք չի ասի, վայ, գիտես, դու խո հիմար չես, քորես ինչ ես, բա չես տեսնում, սա չգիտեմ, էս է, սա անցանք այդ կոպտության դաշտ։ Նրբանկատը ինքը ընդհանրապես մի հատ հարց կտակ, ասի, դու համոզված ես, որ ճիշտ ընտրություն ես արել։ Եվ այդ մի հատ նախադասությունով ինքը կհրավիրի դիմացինին գոնե մի անգամ կասկածի տակ դնել ընտրության ճշտությունը։ Հա, բայց եւ այդ ֆրազայով ինքը հարգում է, չէ, դիմացինի մտավորական հնարավորությունները։ Եվ հետո ասենք նայում են, տեսնում են այդ ազնվորությունը գնաց, ոչ մի բան չվերանայեց, ընդհանրապես ոչ մի բան չլսեց, գնաց ամուսնացավ, մի քիչ հետո դարձավ դժբախտ, եկավ ասեց, բա դուք չեք տեսնում, որ ես սխալ որոշում եմ անում, կայացնում, ինչի ինձի բան չարեցիք։ Այդ մարդը ասում է, լսի, իսկ ես քեզ հարց չտվեցի, որ դու վստահես, որ ճիշտ բան ես անում։ Ինքը մեկ էլ այսպես կանգնում է, ասում է, չէ, բայց հոդտես չեն ասում, բա ոնց են ասում, բա դուք պիտի բան ջղայնանայիք իմ վրա, չգիտեմ, այդ կոպտություն։ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը երբեք կոպտություն չի կիրառում, հասկանում եք, ինքը ահավոր նրբանկատ ազնվորություն է։ Եվ երբ որ մենք, իր քայլը դա նա է, որ ինքը որպես սուրբ գրվածքներ գալիս է մեր կյանք։ Հասկանում եք, երբ որ մենք ստանում ենք հոգևոր գիտելիքը, առանց փնտրելու, սա շատ կարևոր է աստվածամեծության դարաշրջանում, դա հենց այդպես տեղի ունենում, էլի, առանց փնտրելու դա Գերագույն Աստծո ազնվորության առաջին քայլն է դեպի մեզ։ Հասկանում եք։ Եվ ինքը ուղղակի հետո հետ է քաշվում ու նայում է, մենք դրա հետ ինչ արեցինք։ Այդ իր առաջին քայլի հետ մենք ինչ արեցինք։ Հետո ինքը տեսնում է, որ հա, մենք շատ մեծ հետաքրքրությամբ նստում ենք, կարդում ենք, լսում ենք, նույնիսկ կոսպեկտներ ենք անում, եսի մեզ են, բայց երբ որ գալիս է իրադրությունը, ասում եք լավ ես մաս նույնիսկ չենք էլ հիշում, թե մենք ինչ գիտելիք ենք ուսումնասիրել եւ համապատասխան այդ գիտելիքի ընդհանրապես ինչ քայլեր պիտի այս պահին ձեռնարկենք։ Ինքը հետ է քաշվում։ Ինքը երբեք իրան ոչ մի կենդանի էակին բան չի անում, էլի։ Մի րոպե։ Իր ներկայությունը ոչ մի կենդանի էակին չի պարտադրում։ Հասկանում եք։ Եվ կենդանի էակը ինքը մշտական մնում է ինֆորմատիվ դաշտում տեղեկացված, իրականացման դաշտում 0 իրականացում։ Ուրեմն այս է, որ կենդանիակը ինքը, եթե ընդունել է գիտելիքը, ինքը փորձում է այդ գիտելիքի հիմքի վրա քայլեր անել։ Հա, հիմա
Այստեղ ինչն է կարևորը։ Ասենք, այնքը վերցրեց ինչ-որ մի հատ գիտելիքի մի մաս, չէ, փորձում է կիրառել։ Ինքը այդ պիտի հասկանա, ոչ մեկին երբեք չի հաջողվել գիտելիքը այսպես միանգամից ճիշտ կիրառել։ Հա, ուրեմն ինքը պիտի ասես, այդ ոնց են անում, չէ՞, լյուբոյ ցանկացած գիտելիք իրականացնում են կյանքում փորձի միջոցով, չէ՞։ Ինչ մի բան փորձեցիր, տեսար, չի ստացվում։ Հասկացար, որ ինչ-որ մի բանը սխալ ես հասկացել, վերադարձար նորից գիտելիք, մի հատ նորից նայեցիր, ինչ-որ նոր բաներ հասկացար, բայ այսի չէի նկատել, որ էսպես է, կամ եթե հեղինակություն կա, հեղինակությանը հարցնում ես, ես ասենք այս մասը փորձեցի իրականացնեմ, այդ հեղինակությունը քեզ բացատրում է, որ ասենք դու գիտելիքի այն մասը չէր, որ այստեղ կիրառում էր, որտեղ այստեղ պիտի կիրառեիր ոչ թե սա, այլ ոչ թե այս սկզբունքը, այլ այն սկզբունքը, եւ այլն, եւ այդպես կենդանիակ ինքը ձեռք է բերում հմտություն, հա, գործել համապատասխան այ իր համար նախատեսված գիտելիքի։ Եվ սա process է, իհարկե process է, որը ժամանակ է ուզում։ Հենց դրանից էլ բաղկացած է հոգևոր կյանքը։ Հոգևոր կյանքը աղանդավորությամբ չի որոշվում։ Հոգևոր կյանքը դա, այո, փորձ է, որը կենդանիակը ինքը իրականացնում է հոգևոր կյանքի տարբեր փուլերում, տարբեր նպատակներ։ Հասկանում եք։ Ուրեմն առաջի քայլով մենք ձեզ հետ այսօր քննարկեցինք այդ առաջի քայլերը, թե ասենք ինչ որ եւ դա արդեն համարվում է Գերագույն Աստծո ազնվորությանը մատուցած ծառայություն։ Եթե մենք գիտելիքը վերցնելուց, երբ որ սիտուացիա է գալիս, մենք հենվում ենք մեր փորձի վրա եւ մի կողմ ենք դնում հոգեվոր գիտելիքը, երբեք այդ գիտելիքով չղեկավարվելով, չէ՞, ուրեմն դա միանգամից նշանակում է, որ մենք երբեք որակավորում ձեռք չենք բերի անցնել հաջորդ փուլ։ Իսկ որն է հաջորդ փուլը։ Հաջորդ փուլը դա երկրպագությունն է։ Հասկանում եք։ Եվ տեսեք, Աստծուն ծառայելը ինքը ինչ է։ Այսինքն ինչ է նշանակում, ինչով եմ ես այդտեղ Աստծուն ծառայում, երբ որ ես գիտելիքն եմ ուսումնասիրում, որտեղ ինքը գիտելիք ինչի մասին է գիտելիք տալիս։ Ինքը տալիս է գիտելիք առաջինը բարոյականության։ Ինչի մասին է բարոյականությունը։ Ինչպես վարվել ճիշտ ինքս իմ հետ եւ ինչպես ճիշտ վարվել ուրիշ կենդանիակների հետ։ Տեսեք, ինքը միշտ տանում է դեպի դրական դաշտ։ Չէ՞։ Ինչ է նշանակում ես իմ ուզածով եմ շարժվում։ Իմ ուզածով դա նշանակում է ես ունեմ իմ կրքերը, ունեմ իմ կապվածությունները, ունեմ իմ ատելությունները եւ ես դրանցով եմ առաջնորդվում։ Չէ՞։ Հիմա եթե ես մշտական միայն դրանցով եմ շարունակում առաջնորդվել, դա ինձ հնարավորություն է տալու, որ ես կարողանամ բանանեմ, ասեք, որպեսզի ես կարողանամ երկրպագեմ Աստծուն, ինչպես ես կարող եմ ցանկություն զարգացնել երկրպագության, եթե ես գիտելիքը չեմ կիրառել եւ այդ կիրառման հետևանքով խնդիրների լուծում չեմ ստացել։ Ինչպես կարող եմ երկրպագեմ։ Բարձր չէ, որ այդ երկրպագությունը ինքը դառնում է ձևական։ Այսինքն տեսեք, այս կետում լսել, կրկնել, հիշել եւ կիրառել, չէ՞։ Հիշելը դա նշանակում է կիրառել, որտեղ ես ինչու չեմ կիրառում, որտեղ այդ բանին մոռացա, ինչ գիտեմ։ Չդիմեցի այդ գիտելիքին։ Հասկանում եք։ Հիմա տեսեք, ենթագիտակցությունն էլ ինքը երբ որ տեսնում է, ինքը տեսնում է, որ հիմա իմ տերը ինքը նստեց, որտեղ մենք դա մեր ենթագիտակցությունն է, չէ՞, կներեք խոսքիս համար։ Իմ տերը ինքը հիմա նստեց, ինչ որ նոր արժեքային համակարգ է ուսումնասիրում։ Ենթագիտակցությունը ինքը լարվում է, որտեղ ինքը հասկանում է, որ ինքը հիմա պիտի արժեքներ փոխի գնահատելու։ Հա, հետո մեկ էլ ինքը տեսնում է, որ հա ինչ որ նստեց ժամերով ուսումնասիրեց բան, բայց հետո երբ որ եկավ գործելու պահը, ինքը այդ գիտելիքը արհամարեց։ Всё, ենթագիտակցությունը այլևս այդ process-ը լսել, կրկնել, հիշելը
լուրջ չի ընկալում։ Այսինքն կենթանիակը ինքը կարող է լսել, կարող է կրկնել, բայց չի հիշում։ Ինչու՞։ Որտեղ գիտակցությունը արդեն իր մեջ գրանցեց։ Այս գիտելիքը չունի կիրառական ոչ մի արժեք։ Всё։ Եվ դու այդ գիտելիքը չես հիշում նույնպես, ինչպես որ չես հիշում հազարավոր գրքեր, որոնք կարդացել ես։ Հասկանում եք։ Եվ հակառակը, եթե ինքը տեսնում է, որ դու ինչ-որ մի բանից ինչ-որ մի հատ գիտելիք ես վերցրել, դու կարող ես մոռանալ դրա անունը, կարող ես մոռանալ թե դեռ ինչ բառեր էր գրված, բայց էությունը դու միշտ հիշելու ես։ Դու կարող ես չկարողանաս ասես, թե այս իմաստությունը դու կոնկրետ որտեղից ես ձեռք բերել։ Որտեղ քո համար դա չի էական եղել, էական է եղել էությունը, բայց էությունը դու կհիշես մինչև կյանքիդ վերջ։ Հասկանում եք։ Եւ այս կետը ինքը շատ կարեւոր է, որովհետեւ մնացած բոլորը, ինչը որ մենք այստեղ կարդացինք եւ թվարկեցինք, ինքը այդ անցումը տեղի է ունենում, հիշել երկրպագել։ Հա, իսկ այդ դա, որ հիշեմ, մենք այսօր քննարկեցինք, թե ուրեմն դա ինչպես է տեղի ունենում։ Եվ այդ պարագայում, երբ որ այդտեղ մենք թերություն ունենք, մենք փաստացի չենք ստանում Աստծո ծառայության ուրեմն արդյունքը։ Հասկանում եք։ Եվ գիտելիքը, հոգևոր գիտելիքը դադարում է մի երկու քայլ հետո դադարում է մեզ համար լինել հետաքրքիր եւ լինել ազդեցիկ։ Սա շատ կարեւոր կետեր են։ Եվ ուրեմն վերջում ես ուզում եմ անդրադառնամ մի փոքր հարցի, ինչպես ես հասկանում եմ, ունեմ այսպես բավականին ստաբիլ մի ունկնդրող։ Ինքը թեմա քննարկեց, որ հակասություն կա դասախոսությունների մեջ, հիմա չեմ հիշում որտեղ էր դա, որ հակասություն կա թեմաների մեջ, այն թեմայով, համբերության թեմայով, որ ես ասում էի, որ ուրեմն կեղծ կրոնականությունը ինքը որպես իր հիմնական բան է վերցնում համբերությունը, որտեղ իրականում արատը ինքը հնարավորություն է ստանում անպատիժ գոյատևել, իսկ հոգևոր մարդը ինքը դառնում է դժբախտ։ Հա, եւ իր մոտ այնպիսի տպավորություն էր ստեղծվել, ինչքան ես հասկացա, որ արական գաղափարախոսության մեջ համբերությունը ինքը ոչ մի նշանակություն չունի։ Իրականում, սիրելիս, դուք երևի թե մի փոքր ուշադիր չեք լսել, խնդիրը շեշտադրման մեջ է։ Ընդհանրապես նյութական աշխարհում առանց համբերության շատ դժվար է ապրել։ Լինեք դուք աշխարհիկ մտածելակերպի, լինեք ցանկացած կրոնականության ներկայացուցիչ, հատկապես աստվածամերժության դարաշրջանում, ես միշտ ասել եմ, ասում եմ եւ հիմա էլ եմ ասում, ուղղակի չեք նկատել։ Համբերությունը ինքը շատ կարեւոր գործոն է։ Երբ որ համբերությունը ինքը շահագործվում է որպես հանդուրժողականություն արատավորների հանդեպ, հա, ես դա եմ քննարկում, որ դա անում են հենց արատավոր հանձնավորությունները։ Բայց ինքը համբերությունը
Եթե մենք վերցնում ենք հոգևոր կյանքի բազային 5 որակները, որոնք պետք են նրա համար, որ եթե ես արիացիների մշակույթով խոսամ, ասենք, որպեսզի մարդուն արիացիները ընդունեին որպես արիացի, չէ, ինքը պետք է տիրապետեր 5 որակի։ 5 որակները դրանք համեստություն, համբերություն, բռնությունից ազատ, կներեք, համեստություն, խոնարհություն, բռնությունից ազատ եւ մի 5-ից 4-րդն է միայն համբերությունը եւ պարզ կյանք ունենալու ուրեմն պատրաստակամությունը, հա, մինչեւ ազնվորությունը ինքը այս 5 որակները ինչ որ մի մակարդակի չդրսևորեր, նրան ազատ քաղաքացու իրավունք չէր տրվում։ Ինքը պետք է մշտական լիներ ղեկավարը առաքինի ազնվորությունների հովանավորության տակ, ինչի համար որպեսզի ուրեմն անհամեստ գորոս չդրսևորեր գորոզություն, հասարակության մեջ չիրականացներ բռնություն, հա, ասենք անհամբեր քայլեր եւ այլն եւ այլն։ Համբերությունը ինքը միշտ է պետք։ Ուղղակի ամբողջ խնդիրը գնում է նրանում, թե ինչն են քեզ առաջարկում համբերել։ Ես խոսել եմ նրա մասին Բhagavad Gita-ի ուրեմն սահմաններում, որ ես առաջի անգամ ցնցվել եմ, երբ որ հասկացել եմ, դա է եղել առաջի այն բառը, որով ես հասկացել եմ, որ որպեսզի ես հասկանամ, թե արիացիները ընդհանրապես ինչի մասին են խոսում, ես պիտի ամենակարևոր բանը հասկանամ, որ ամեն մի բառի տակ մենք հասկանում ենք ուրիշ բան, արիացիները հասկացել են ուրիշ բան։ Չէ՞։ Եվ այո, երբ որ ես ասում եմ համբերություն, դուք ռեակցիա եք տալիս այն համբերության բանով, որը ձեր մեջ դրված է, ձևավորված այս հասարակության մեջ։ Հասկանում եք։ Երբ որ արիացիներն էին ասում համբերություն, իրանք նկատի ունեն, որ երբ որ կենդանիակը ինքը սկսում է ճիշտ քայլեր անել, ինքը պետք է մի քիչ համբերություն ունենա, որպեսզի իր ճիշտ քայլերի դրական պտուղները ստանա։ Այսինքն արիացիների կատարմամբ համբերությունը դա ապագայում սպասվող երջանկության հետ հանդիպելու գործոններից մեկն է։ Հասկանում եք։ Իսկ աստվածամերժների կողմից, երբ որ իրենք զավթում են հոգևոր դաշտը, համբերությունը հոգևոր մարդկանց առաջարկվում է, որպեսզի այն տեսքով, ինչ տեսքով որ դա անհրաժեշտ է, որպեսզի արատավորները կարողանան ազատ եւ հանգիստ կատարեն իրենց արատավոր արարքները։ Հուսով եմ, որ ես ձեզ պատասխանեցի։ Ուղղակի այս հարցի պատասխանը երևի թե կարևոր էր, ես մտածեցի, որ ավելի ճիշտ է այսպես պատասխանեմ, որպեսզի բոլորը չի, որ կարդում են բաները, էլի, հասկանում եք։ Ստեսություն ձեզ։